Նրանք օրինակ են դարձել մեզ ու մեր սերունդների համար, իսկ հայրենիքի ու նրա պաշտպանության համար կյանքը նվիրաբերած ազատամարտիկների հանդեպ վերաբերմունքն ու նրանց գործի հիշատակումն այսօրվա եւ վաղվա յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է։ Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրը հայկական երկու հանրապետություններում նշվում է 2000 թվականից, որը պատահական չընտրված։ Արցախյան պատերազմի ժամանակ 1992 թվականի հունիսի 29-ին առավել մեծ թվով 76 ազատամարտիկներ անհայտ կորան։ Արցախյան ազատամարտը հաղթանակի բերկրանք պատճառելուց բացի նաև վիշտ ու կորստի ցավ է տվել բազում ընտանիքների։ Արցախյան գոյապայքարի ընթացքում անհայտ կորած 710 հոգուց 239 ազատամարտիկներ են։ Նրանց հարազատներն առ այսօր ապրում են վերադարձի հույսով։ Արցախյան պատերազմում զոհված եւ անհայտ կորած ազատամարտիկների նվիրված հուշաքարի մոտ հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի փոխարաշնորհ Սահակ Վարդապետ Շաքարյանի մատուցմամբ կատարվեց հոգեհանգստի կարգ։ Պատերազմները առանց զոհերի չեն լինում, առանց անհայտ կորածների չեն լինում, սակայն մենք հույսով եւ առաստված ունեցած մեր հավատքով ու լավատեսությամբ ամեն օր սպասում ենք, դժվարություններ կան, բայց մենք այն ազգն ենք, այն ժողովուրդն ենք, որ երբեք դժվարություններից չեն խուսափել, դժվարությունները կարողացել ենք միասնական ոգով եւ միասնական ուժով հաղթահարել։ 1993 թվականի մարտին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության կոմիտեի նախաձեռնությամբ ստեղծվեց ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողով, որը համագործակցում էր ԵԱՀԿ առաքելության, բժիշկներ առանց սահմանի կազմակերպության եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ։ Սակայն կարելի է ասել այդ ուղղությամբ էական տեղաշարժ չունեցանք։ Տարիների որոնողական աշխատանքները հիմնականում անարդյունք են, իսկ տանջալից սպասումը հալածում է մարդկանց։ Նրանց արդեն 18 տարի միավորում է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միությունը։ Հավաքվել ենք այստեղ բարձրաձայնելու, որ ոչ ոք ու ոչինչ չի մոռացվել։ Կա մեր տղաների հերոսական հիշատակը, կա արցախահայության եւ համայն հայ ժողովրդի վճռականությունը։ Արցախը պահել հայեցի։ Օրը միայն թանկ հիշողությունների եւ անդառնալի կորուստի ու ցավի հանրագումար չէ, այլև ժողովրդի, պետության ու բանակի միասնության, հայրենի հողյամի մի մետրի արժեքը քաջ գիտակցող սերունդներ դաստիարակելու, հայկական բանակն օրեցօր հզորացնելու միջոցով հաղթական խաղաղությունը պաշտպանելու պատգամ է։ Գենադի Երեմյան, Արտավազդ Գրիգորյան, օր։ Նախագահ Բակո Սահակյանն այսօր հանդիպել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի նախագահ Կարո Արմենի եւ նույն կազմակերպության տնօրենների խորհրդի խորհրդական Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի հետ։ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման առնչվող հարցեր։ Նախագահ Սահակյանը նշել է, որ Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործունեությունը նպաստում է երեխաների հայեցի դաստիարակմանը, ինչպես նաև գյուղական բնակավայրերի զարգացմանը, հավելելով, որ Արցախը շահագրգռված է ընդլայնելու համագործակցությունն այդ կառույցի հետ։ Մեր գազམ་ագերբությունը Արցախ եկած էր, որ մեր ծրագրերը ինչպես օգտեն աստեղի ժողովրդի, որովհետև ապրիլի խնդիրներն հետո արդեն շատ վնասումներ կար մանավանդ երիտասարդներու, բայց ընտանիքներու, որ գյուղերու մեջ են տարածված են իմ ուրիշ տղամասերու մեջ եւ գուզեինք ուսումնասիրել եւ միջամտել իրենք ինչպես օգնենք, որ մեր մասնակցության մեջ արդեն մենք շատ հարաճած ենք այդ ջուրերու մեջ եւ հիմա արդեն նախագահի եւ նախարարներու հետ մի քիչ խոսեցանք, որ համաշխարհային օգնությամբ մի քիչ մեր Արցախի խնդիրները ավելի հայտնի բերենք, որ ստանանք մեր համաշխարհային օգնությամբ։ Ֆուտբոլային հանդիպումից առաջ Ասկերանի մարզադաշտում ցուցադրություն էր։ Սրանք էլ քաղաքի արվեստի դպրոցի եւ մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների աշխատանքներն են։ Ասկերանի նախկին քաղաքապետը նկատում է, մարզադաշտում որքան մարզական, երևի նույնքան էլ մշակութային միջոցառումներ են անցկացվել։ Այն ասկերանցիների համար ամենասիրելի վայրն է եւ այստեղ կազմակերպվում է բոլոր մարզամշակութային միջոցառումները։ Նույն տարվա մեջ նաև կարելի ասել շահագործման հանձնեց միջնակարգ դպրոցում մարզադահլիճը մեծագույն նվեր էր այ ասկերանցիներին եւ կարելի ասել կյանքը փոխվեց միանգամայն։ Երիտասարդացավ Ասկերանը, սա նորից եմ ասում, մեծագույն հաճույք էր
նվիրատվություն էր ասկերանցիներին։ Ավանդական խաղերի մասին այստեղ Ասկերանի եւ Պատարայի թիմերն են հիշեցրել։ Հանդիսատեսի շարքում նաեւ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարն էր։ Ուրախությամբ հիշում է մարզադաշտ կառուցելու իր նախաձեռնությանն արձագանքել են շատերը։ Աջակցել են ով ինչով կարող էր եւ մարզադաշտը շահագործման հանձնել 5 տարի առաջ։ Ես այս շրջանում շուրջ 15 տարի աշխատել եմ ոստիկանության պետ։ Ոստիկանության պետ աշխատելու ժամանակ իմ շփումը եղել է բոլոր հիմնարկ ձեռնարկությունների, բարերարների, գործարարների հետ։ Եվ այդ է դրդել իմ այդ մտահղացումը, որ դիմելով բոլորին ոչ մեկից մի հատ բացական պատասխան չստացա։ Բոլորն էլ օժանդակեցին, երևի շորտեղ իմ 15 տարիների աշխատանքի արդյունքներ, որը բարի դրացիական էր բոլորի հետ։ Ասկերանի քաղաքային մարզադաշտում Շուշիի եւ Ասկերանի ֆուտբոլի հավաքականներն են։ Ընկերական հանդիպումը խորհրդանշում է բարերարների ավանդը մարզամշակութային կյանքի զարգացման գործում։ Շրջանի հանրակրթական դպրոցների միության տնօրենը հետևում է ասկերանցիների մասնակցությանը հանրապետական մրցումներին։ Մարզադաշտի արկայությունն արդեն ենթադրում է հուսադրող արդյունքներ։ Կան արդյունքներ, բայց բոլոր դեպքերում միշտ էլ ակնկալում ենք ավելի լավ, սպասում ենք, ուզում ենք, որ ավելի լավ լինի։ Նամանավանդ, եթե նույնիսկ համատենք մայրաքաղաքի նմանատիպ կառույցի հետ, գուցե ոչ մի բանով չի զիջում։ Ինչ որտեղ նաև հնարավորությունները այստեղի գուցե ավելի լավ է։ Ուղղակի ինչ որտեղ կարծես թե չգիտեմ ոնց ասեմ, այն ժամանակ քչով բավարարում էինք, ավելի շատ պարապում էինք, բայց հիմա եթե ասեմ պակասը կա, պակասներ չկա, ցանկություններ չկա, ուղղակի երեք ժամանակ է պետք ինչ որտեղ։ Մենք հուսով ենք, որ արդյունքներն էլ հետը կգան։ Ասկերանցիները 5 տարի հետո էլ հիշում են քաղաքային մարզադաշտի կառուցումը համախմբվելու լավ օրինակ էր։ Ասում են բարերարների անունների շարքը երկար է, բայց այն սկսվում է Սերգեյ Գրիգորյանից։ Ինքը շրջանի վարչակազմի ղեկավարն այսպես փորձել է անձնական ավանդ ունենալ շրջանում։ Անկեղծանում է ստացվել է եւ դա կարող է վարակիչ լինել։ Սկզբից դու ինքդ պիտի առաջաբան լինես, որը որ մնացածը քեզ նայեն ու շարունակեն քո սկսած գործից։ Ամենակարևորը ցանկությունն է, ցանկության դեպքում յուրաքանչյուր բաներ կարելի է սարքած։ Ասկերան Շուշի ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է ոչ ոքի 2-2 հաշվով։ Նարեկ Սահակյան, Մերուժան Մարտիրոսյան, օր